Տիկին Նաիրա, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը մետրոյի մեջ արցախցի զոհվածի աղջկան անվանեց փախածներ։ Նորմալ եք համարում արդյոք այդ վարքագիծը եւ ներողություն խնդրելով կարծում եք, որ ինչ-որ բան կփոխվի։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից իշխանության գալով ինքը սևերի սիպտակների բաժանեց ամբողջ ազգին, իր հենց ադելության միջոցով, որը բոլոր այս ազգի մեջն էլ արցախցի, հայաստանցի, կիրովականցի, ինքը չի պատկերացնում, որ բոլորս էլ հայ ենք ու յանով վերջացող հայ ենք, ինքը ադելություն մտցրեց մեր մեջ ու ես քննադատում եմ ու չեմ բանանում, որ Արցախցի ուղղակի դաշտիկատեղ հետ կա խոսալու տեղը ինքը պետք է մի հատ էլ ապտակեր էլի, որ Արցախցուն ասում է փախած։ Ես բնիկ Արցախցի չեմ, ուղղակի 20 տարի ապրել եմ Արցախում, վերաբնակեցված տարածքում։ Ես Արցախցու, բնիկ Արցախցու նման ցավ եմ տանում, որ Արցախը կորցրել ենք։ Էլի իրավունք չունենք Արցախ վերադառնալու։ Մենք տեղահանված չենք ոչ մեկ, թող չասեմ մենք փախած ենք, որովհետև ոչ մեկ իր երեխու մանկությունը այնտեղ չէր թողնա դուրը փագեր դուրս գար։ Իսկ հետո որ Տիկին Նաիրան ներողություն խնդրեց եւ ասեց ես ուրիշ բան էի ուզում ասել, ես այդ կարծիքին չէի։ Չեք կարծում, որ էմոցիաների տակ արտահայտեց այն միտքը, որը ուզում էր, որը իսկապես ինքը էմոցիաների տակ ինքը ինչ ուզում էր, ինքը հենց այդ նպատակով ասեց, ինքը հենց դա էլ ասել է։ Ինքը ուղղակի ադելության բանը, որ ինքը ադում է հային։ Ես միշտ ասել եմ Նիկոլ Փաշինյանին պետք է տենկա անվեցի, որովհետև ինքը հայ չէ։ Ինքը Ադրբեջանի կողմից ուղարկված ինչ-որ մեկն է, որ ծառայի ադրբեջանցու համար։ Տիկին Նաիրա, դուք ձեր միակ որդուն զոհեցիք Արցախում եւ ձեր որդու հանդեպ շատ անփութորեն, շատ վատ կերպով կարելի ասել վերաբերվեցին առողջապահության նախարարության կողմից եւ հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում եմ Արցախը երբևիցե չի եղել մերը, դա միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ Ինչպես եք վերաբերվում այդ խոսույթին։ Եթե Ադրբեջանի կազմերի ինչ էր, հենց սկզբից եթե ինքը գիտեր, որ նախկինները հանձնել էին, էլի ինքը իր վիճակի չէր, դա համար ստորագրել է, նախկիններն են արել, բա ինչի իր հենց տղան գնաց այնտեղ ծառայելու, ինչի հենց սկզբի օրվանից իր կինը այնտեղ էր ու ոչ թե ինքը ժողովրդի համար էր այնտեղ գնաց, ինքը հենց բունկեր էր գնաց է, պատերազմի դաշտ իրանց ասելով բունկերներում հետ, բունկերներից դուրս չէր գալիս։ Ես շատ ուշ եմ դուրս եկել, հոկտեմբերի 23-ին եմ դուրս եկել, բայց մի անգամ այդ Աննա Կոչեցյալին ես բացարձակ ոչ մի անգամ ոչ միտեղ չտեսա։ Եթե ինքը իրոք գնացել էր Արցախ, ինքը գնացել էր ուղղակի բունկերներից դուրս չգալու, ինքը ուղղություն ցույց տալու ու գնդա այդ հրամանատարներն ինչ ծևի վարվեն, ինչ ծևի դավաճանեն մեր տղեկին։ Այդ ժամանակ ինչի համար էր գնացել, որ հենց Արցախը Ադրբեջան էր, ինչու համար էր ուղարկել։ Տիկին Նաիրա, երեք ԿՊ խմբակցության անդամներից մեկը Հասմիկ Հակոբյանը այսպիսի միտք արտահայտեց, ասում է ես շատ արցախցիների հետ եմ հանդիպում մեր ներկուսակցական քարոզարշավի ընթացքում եւ ոչ բոլորն են այս պահին ուզում վերադառնալ Արցախ։ Եթե հնարավորություն ունենալ, ես ոտաբոբիկ վազեմ Արցախ, որովհետև մետեղ որ ավտովթար են լինում, այդ տարածքներում խաչքար են դնում, ամեն անգամ այդ տեղը այցի են գնում, չէ, իմ միակ նպատակն է լինել իմ տեղայի զոհված տեղում։ Ես ամբողջ հոգիս եմ կորցրել Արցախում, թողել Արցախում։ Արցախ ինձ համար իր ժամանակ եթե հող հայրենիք, հիմա ինձ համար սրբավայր է, որովհետև Արցախի երկինքը վերջին անգամ տեսավ իմ տղայի լազուր աչքերը, Արցախի հողումն էր ստացվեց իմ տղայի այրունը, ես թողել եմ իմ տղայի մանկությունը, թողել եմ իմ հարազատների շիրիմները, չգիտեմ, ես չեմ կարող առանց Արցախ ապրել, եթե հնար ունենա, ճիշտ է իմ տղան ստեղ հուղարկավորած, ստեղ ինքը իր հանգիստը գտել, բայց իր հոգին ամեն ինչը Արցախում է։
Ես չեմ պատկերացնի, եթե ես այնտեղ ծնված չեմ, բայց ես Արցախ ծնված տնիկ Արցախի նման ցանկություն ունեմ, եթե վերադառնալ Արցախ, չեմ պատկերացնում, որ լինի այդպես Արցախցի, որ չուզենա Արցախ գնալ։ Եվ ասում եք, եթե իրենք ուզում էին մնային, ինչու չմնացին։ Ասում են, ոնց որ 7-8 հոգի մնացին, եթե ուզում էին, թող իրենք է մնային։ Մնային բնաջնջվեն, ախր իրենց նպատակն է եղել հային բնաջնջելը, իրանք 5000 զոհը մենակ թուրքի գնդակից չէ զոհված, իրանք դավաճանությամբ կադաված այդ բանեն են, որ գրաված իմ տղային հենց իմ տղան խոսք իմ տղային կվերաբերվի, որ հոկտեմբերի 10-ին եթե Հադրութը հանձնած էր։ Ինչի հոկտեմբերի 15-ին իրանք ուղարկում են դեպի Հադրութի կողմի գյուղերը, որոնք դեն շրջափակման մեջ, իրանք թիվն էր պետք։ Իրանք էլ ուզում են, որ ինչքան քիչ է, այնքան շատ իրանք համար օգուտելի, երևի բնաջջեն այդ 120,000 մարդուն։ Թուրքը եկե հասել Ստեփանակերտ, իսկ ոնց մնային։ 9 ամիս իրանք պայքարել են, 9 ամիս թուրքից ծնունդ չեն վերցրել, անգամ իրանք աղը քարից են քամել, բայց իրանք իրանց պատիվ նամուսը գետնովը չեն տվել, չէ, իրանք այնտեղ 9 ամիս սոված ավելի ճիշտ գտել են սոված մնալ, քան ադրբեջանցուց մուրալ, օգնություն ստանալ։ Ոնց մնային ցեղասպանվեն, ինչքան են 5000 տղեկն էին խանգարում մեզ, այդ 120,000 մարդիկ են խանգարելու մեզ։ Եթե հնար լիներ մնալու, բոլորն էլ կմնային։ 9 ամիս իրանք չեն մնա սովին դիմանալու, դիմակայելու։ Ես ուղիղ 2 ամիս մնացել եմ բլոկադայի ժամանակ Ստեփանակերտում ու գիտեմ ինչքան դժվար, ինչ դժվարությունների միջով են իրանք անցել։